Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իոնիսյան։ Դուք ինչպես կմեկնաբանեք ներքին գործերի նախարարությունում վերջին պաշտոնանկություններն ու նոր նշանակումները, մենք տեսանք, որ ոստիկանապետի տեղակալները, Պարեկային ծառայության ղեկավարը ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոնից, նոր պաշտոնների նշանակվեցին, նախարարի խորհրդական, օգնական, սա մի գործընթաց է, որ իշխանություններն այդքան էլ թափանցիկ չեն իրականացնում, ժողովրդին, հասարակությանը, հարկատուներին տեղյակ չեն պահում, թե ինչու են այդ պաշտոնանկություններն անում, ի վերջո որոնք էին պատճառները, եթե օրինակ այն էր, որ կրակոցները հաճախակի էր, նշյալ անձին չէին կարողանում կանխել, ապա իրենք ինչ խորհուրդ պետք է տան կամ ինչպես պետք է օգնեն նախարարին։ Կարձանագրենք էլի հիմնական պաշտոնից պաշտոնանկությանը հաջորդող խորհրդականի օգնականի պաշտոնին նշանակելը շատ հաճախ զուտ սիմվոլիկ դեր ունի, որը ուղերձա, որ ասում է, որ այս մարդուն չենք վռնդել համակարգից։ Սա այս կոնտեքստում ուղերձա եւ սա մենակ ներքին գործերի նախարարությունում չի, սա տարբեր տեղեր ենք տեսել, որ այս մարդուն չենք վռնդել, որում հաճախ լինում է, չէ՞, օրինակ երկու պաշտոնանկ են անում, մեկին խորհրդական են նշանակում, մյուսին չեն նշանակում։ Հստակ ուղերձ է, այս մեկին վռնդել ենք, իսկ այս մեկին չենք վռնդել, ուղղակի գող չենք իր աշխատանքից, ուրիշ մարդ ենք ուզում տեղը նշանակենք։ Այնց չի, որ վռնդել ենք, էլի։ Այս կոնտեքստում է պետք նայել երեք փոխոստիկանապետերին խորհրդական օգնականի պաշտոնների նշանակումը, սա առաջինը, երկրորդը այս մասը եկեք ուղղակի հստակեցնեմ հանրության համար, փոխոստիկանապետերը Հայաստանում 4-ն են եւ ամեն մեկը իր հերթին գլխավորում է ոստիկանության առանցքային հենասյուներից մեկը։ Ոստիկանությունը ունի 4 հենասյուն, դա քրեական ոստիկանությունն է, համայնքային ոստիկանությունն է, պարեկային ծառայությունն է եւ գվարդիան է։ Հա, սրանցից ամեն մեկի հրամանատարը իր պաշտոնն է նաեւ փոխոստիկանապետը։ Եվ այս 4-ից 3-ին փոխարինել են, 4-ից 3-ին բացի գվարդիայի հրամանատարից, որը այս սպանությունների այս հանցավորության պատկերի հետ համարյա թե անելու բան չունի, մյուս 3-ին հանել են, որտեվ ինձ թվում է, որտեվ այո, պետքա պատասխանատվություն լինի դեպքերի համար, առավելևս գիտեք, պետքա դեպքերն էլ տարանջատենք երկու տեսակի։ Դեպքեր, որտեղ ողջամտորեն ոստիկանությունը կարող է ինչ-որ ձև կանխել, եւ դեպքեր, որտեղ ոստիկանության կողմից կանխելը ողջամտորեն կանխատեսելի չէր։ Եվ այսպիսի դեպքեր են լինում, այնպիսի դեպքեր են լինում, հա, այս միշտ պետք է հաշվի առնել, որտեղ լինում են դեպքեր, որտեղ կանխարգելումը, ոնց ասեմ, ողջամիտ չի ակնկալել, որ ոստիկանությունը այդ հանցագործությունը պիտի կանխեր, ընդհանուր հանցավորության վիճակի վրա ազդեր, բան, այդ կարող է, բայց այդ հանցագործությունը պիտի կարողանար իմանալ, որ այդ հանցագործությունը լինելու է եւ կանխեր, կամ ինչ-որ գործողություններ աներ, որոնք ողջամիտ էր անելը, բայց որոնք չի արվելի, որի արդյունքում հանցագործություն եղել է, այդ մի դեպք է, բայց նորից եմ ասում, լինում են դեպքեր, որտեղ ոչ մի ձև հնարավոր չի կանխատեսել կամ կանխել հանցագործությունը։ Հիմա այս պաշտոնանկությունների պատճառը վերջին շրջանի ակտիվ կրակոցներն են։ Ինձ թվում է այդ դեպքերից ոչ բոլորը, նորից, որտեղ այդ դեպքերի մի մասը ողջամտորեն կանխատեսման կանխարգելման ենթակա չէին, կանխման ենթակա չէին, էլի, բայց որոշները ենթադրում եմ կարող էին կանխվել որոշակի աշխատանք տանելու դեպքում, բայց այդ որոշակի աշխատանքը չի տար։ Օրինակ այն, որ պարեկները բակային տարածքներ քիչ են մտնում, սա խնդիր է։ Պարեկների բակային տարածք մտնելու քանակը ազդում է հանցավորության մթնոլորտի վրա, որտեղ հանցագործները, որոնք որոշում են, որ պետքա բակերում հրաձգություն անեն,
միշտ պետք է ունենան այդ զգացումը, որ այդ բակ կարա ցանկացած պահի բարեկ մտնի։ Կարող է ամիսը մեկ այդ բարեկը մտնի բակ, բայց մեկ մարդիկ պետք է տպավորություն ունեն, որ ցանկացած պահի կարա բարեկ մտնի եւ իրանց բռնի։ Այս կարևոր է, էլի, որ բարեկները միայն ճանապարհային ոստիկանի չվերածվեն, էլի, թեկուզ լավ արկված ճանապարհային ոստիկանի, բայց ճանապարհային ոստիկանի չվերածվեն, սա կարևոր է, եւ սա վերջին շրջանում բավականին կաղում էր։ Մենք տեսնում ենք, որ բարեկները առավել Երևանում հիմնականում ճանապարհային երթևեկությամբ են զբաղված այդ խնդիրը։ Դե գուցե հասցնում են միայն Նիկոլ Փաշինյանի հետևից գնալ, սպասարկել ամեն մի խաչմերուկին 20 մետրը մեկ կանգնել, դրա համար էլ ռեսուրս չի մնում, որ բակեր մտնեն, հանցագործություններ կանխեն։ Նախ Նիկոլ Փաշինյանի ուղեկցումը ոստիկանության գվարդիայի ֆունկցիան է։ Ուղեկցող ստորաբաժանումը ոստիկանության գվարդիայի մեջ է։ Բարեկային է սառնով աջակցող դեր ունի։ Երթևեկության կազմակերպման մի մասը են, մի մասը գվարդիայի ծառայողներն են անում երթևեկության կազմակերպման, երբ որ ավտոշարասյուների հարց կա։ Եվ երկրորդը իսերն Աստծո Հայաստանում 3000-ից ավել բարեկ կա։ Այդ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը քանի բարեկ կա զբաղեցնում։ Այստեղ ուրիշ խնդիր կա իմիջիայլոց։ Երթևեկության վատ կազմակերպված լինելը Երևանի կենտրոնում, այսինքն այն ինչ որ քաղաքապետարանի տիրույթում է, այն ինչ որ քաղաքապետարանը պետք է լուսացույցերով անի, քաղաքապետարանը վատ է անում, եւ երթևեկությունը խցանված անում, պիկ ժամերին բարեկները ոստիկանական գործը թողած լուսացույց են փոխարինում։ Լուսացույց, լավ մտածված խաչմերուկը փոխարինում են։ Խաչմերուկը, որտեղ կանգ գիծը կարա լինի 20 մետր ավելի առաջ եւ դրանով բոլոր հարցերը լուծվեն, բարեկա գալիս կանգնում, բոլոր վարորդներին ասում է եկեք առաջ կանգնեք, որ երբ որ կանաչը միանա, այսպես ասած ռեակցիայի ժամանակը ավելի քիչ լինի, շուտ հատեք խաչմերուկ։ Օրինակ եմ, խի պետք է դա բարեկանի։ Քաղաքապետարանը նորմալ կազմակերպի երթևեկությունը, բարեկները խառնում են մենակ այն դեպքերում, երբ որ ինչ որ ֆորս մաժոր է, հա, չգիտեմ, լուսացույց փչացել է, լուսացույցը, չգիտեմ, ինչ որ խնդիր կա, ինչ որ մեծ միջոցառման պայմանավորված շատ մեծ ավտոմոբիլային հոսքեր կան, չգիտեմ, ֆուտբոլային միջոցառումը կամ միտինգ է։ Այս դեպքերում պետք է բարեկները երթևեկություն կազմակերպեն։ Մնացած սովորական օրերին բարեկները չպետք է դրանով զբաղվեն։ Դա ոստիկանական բան չէ, դե բայց բանի Յոնիսյան, մի րոպե էլի, ասում էին ոստիկանությունը բարեփոխվի եւ այլն, բարեփոխվեց, դուք էլ բարեփոխման գործընթացի մասնակից էիք մի պահ, եւ ուր է բա այս բարեփոխված ոստիկանությունը, մարդիկ հրազենով են ման գալիս։ Երկու բան ասեմ, էլի ես մասով։ Պատասխանեք, ես ասեմ, որ այս բարեփոխման ընթացքում նախորդ տարվա համեմատ 25 թվականին հրազենով հանցագործությունների թիվը ըստ պետական վիճկոմիտեի աճել է շուրջ 40%-ով։ Դե երկու բան եկեք հաշվի առնենք։ Առաջինը էտեն է, որ այո, բարեփոխման արդյունքում բավականին շատ է բացահայտումները։ Բարեփոխման արդյունքում մարզերում, երբ որ բարեկային ծառայություն ներդրվում էր, տաք հետքերով հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ավելացել է 1000%-ով։ 1000%-ով պատկերացնում եք ինչ է։ Այն որ տնտեսական աճը ասում են, երկնիշ է, երկնիշ չի, 12%-ա, 7%-ա, 1000%-ով է աճել։ Անցր դա բարեփոխում չի, դա հեղափոխություն է ինչ որ sense ոստիկանական։ Դա ոստիկանության բացակայություն, ոստիկանության գոյություն տրանսֆորմացիա է, որ 1000%-ով աճ է լինում տաք հետքերով հանցագործությունների բացահայտումը, կամ երբ որ 2-300%-ով աճ է լինում հետախուզվող հանցագործությունների հայտնաբերումը։ 2-300%-ով աճել է։ Հասկանում եք, բարեկային ծառայությունը իր բանումն էր, կամ քրեական ոստիկանությունը ստեղծվելուց հետո, օրինակ 25 թվի վիճակագրությունը, որ նայում ենք, 25 թվին սպանությունները բոլոր բացահայտված են։ 25 թվին կատարված բոլոր սպանությունները բացահայտված են։ Եվ դա ռեֆորմի արդյունք է։
Բայց ռեֆորմի արդյունքը տենց չպետք է լինի։ Բոլոր ուղղություններով պետք է լինի այդ բարեփոխումը։ Մենք խոսում ենք ներողություն, մենք խոսում ենք մի ուղղության խնդրի մասին, դուք ասում եք այ տեսեք, այն մի ուղղությամբ հոյակապ։ Դուք ասում եք սպանություններ։ Ես ասում եմ, ոստիկանությունը որ բարեփոխվեց, որ Հայաստան գա, չգիտեմ, Շվեյցարիայի ոստիկանությունը, հանցավորությունը մի օրում կվերանա, բարձա չի վերանալու։ Ոստիկանությունը սկսում է գործել, այդ գործելի արդյունքում պոտենցիալ հանցագործները հասկանում են, որ այ չէ, ավելի լավ է այս հանցագործությանը չգնան, որտեղ ոստիկանությունը գործում է։ Հիմա 25 թվականի բոլոր սպանությունները բացահայտված են։ Մի քանի տարի որ բոլոր սպանությունները բացահայտվել են եւ բոլոր սպանություն կատարածները կանգնեն դատարանի առաջ, կներեք, վարիանտ չկա սպանությունների վիճակագրությունը էապես չնված 0-ի չի հասնել, որտեղ պետք է հաշվի առնել, որտեղ սպանությունների առհասարակ երբ որ մենք խոսում ենք սպանությունների մասին, պետք է հաշվի առնել, որ սպանությունները տեղի ունեն բավական տարբեր մոտիվներով։ Եվ այդ տարբեր մոտիվներով տեղի ունեցող սպանությունների վիճակագրության վրա ազդեցությունը պետական կառավարման համակարգի գործիքակազմի տեսանկյունից շատ տարբեր է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք սպանությունների մասին, որոնք արվում են, չգիտեմ, կրիմինալ խմբերի կողմից, դա մի բան է, պետք է դրա դեմ մի ձև պայքարել։ Եթե խոսում ենք սպանությունները որպես վենդետայի գործիք, դա մի քիչ ուրիշ ձևերով է դրա դեմ պետք լինում պայքարել։ Դե մենք խոսում ենք սպանությունները, օրինակ, խանդի հողի վրա, չգիտեմ, ամուսինը տեսել է կինը դավաճանում է, գնացել է, չգիտեմ, կնոջ սիրեկանին գնդակահարել է։ Սա սրա դեմ պայքարը լրիվ ուրիշ գործիքակազմերով է, ընդ որում ոչ ոստիկանական։ Եթե մենք տեսնում ենք սպանություն աղջկա բազարի շուրջ, կներեք, ոստիկանությունը չի որ պետք է նենց անի, որ մեր հասարակությունը աղջկա բազար արտահայտությունը ընդհանրապես մոռանա։ Դա ոստիկանության գործը չի, հա, դա ընդհանրապես ուրիշ գերատեսչության գործն է։ Եվ այլն, բայց նորից եմ ասում, բացահայտումները, այն որ բացահայտվում է, ժամանակի ընթացքում բերելու է պատկերի բարելավմանը։ Ինչ վերաբերում է զենքերի հետ կապված, այսինքն շատ հանցագործություններ, դա իրականում ինչ է, հանցագործության վիճակագրությունում։ Զենքը հայտնաբերում, մարդ գալիս է զենքը հանձնում է, մարդ իր զենքը կամավոր հանձնում է, որում շատ հաճախ այդ կամավոր հանձնելը նենց չի, որ մի օր զարթնում է, ասում է, այն փորածս հողի տակ փորած զենքը տանեմ հանձնեմ։ Չէ, ասեն գալիս է թաղի տեսու, չէ, կամ ինչ որ օպերա բան, ասում է, գիտեմ, էլի մոտդ զենք կա։ Դա ավելի լավ է բեր բան անենք, դու քո ձեռով գնա այդ զենքը հանձնի, ոչ քրեական պատասխանատվություն կլինի, ոչ բան կլինի, ես էլ դրա համար պրեմիա կստանամ, ավելի լավ է տենց, քան թե հիմա գնամ քննիչին ասեմ գործ հարուցվի, գանք ձեր տունը խուզարկելով հանենք քեզ դատենք, քեզ այդ պետք է, այսինքն դա է ոստիկանության աշխատանքի արդյունքում լինում, որ մարդիկ գալիս են կամավոր զենք հանձնում են։ Եվ կներեք, ես մի բան արձանագրեմ, այդ զենքը որ հանձնում են, այդ զենքը երեք չեն ձեռք բերել, նայեք այդ զենքերի կադրերին, ներքին գործերի նախարարությունը հրապարակում է այդ զենքերը, նայեք այդ զենքերի նկարներին, այդ զենքերը երեք չեն դարել ապօրինի զենք, մի տարի առաջ չեն դարել, զենք այնտեղ չգիտեմ, նագանի պիստոլետ կամ 70 տարի առաջ արտադրությունից դուրս եկած զենքեր, դրանք շատ վաղուց տենց ապօրինի եղել են, բերել մարդիկ հանձնել են, ոստիկանական աշխատանքի արդյունքում որպես կանոն մարդիկ բերել հանձնել են, բնականաբար որ հանձնում են ամեն դեպքում քրեական վարույթ հարուցվում է, որտեղ մի հատ պետքա պարզել, այս զենքով կարող է մարդ սպանվել օրինակի համար, դատական փորձաքննություն է բան է, այդ ամեն ինչի համար քրեական գործ է հարուցվում, քրեական գործ է հարուցվում ապօրինի զենքի շրջանառության հոդվածով, հա մարդու մեղադրանք չեն ներկայացնում, եթե այդ զենքով ինչ որ հանցանք չի արել, բայց քրեական գործը հարուցվում է, վիճակագրությունում արձանագրվում է։ Վիճակագրությունում արձանագրվեց զենքի հետ կապված հանցագործություն։ Բայց այդ զենքի հետ կապված հանցագործությունը շատ վաղուց տեղի ունեցող հանցագործություն, տարիներ շարունակ այդ մարդը այդ զենքը ուներ։ Այդ հանցագործությունը ոչ միտեղ գրանցված չէր։ Այդ հանցագործությունը վիճակագրությունում հայտնվում է այն պահին, երբ որ այդ զենքը կոպիտ ասած գալիս է իրավապահների դաշտ, իրավապահները այդ զենքը բան են անում, վերցնում են մարդուց։ Դրա համար տեսնում ենք վիճակագրություն։ Գիտեք, ես մի բան ասեմ, էլի։ Այս մասով մենք պետքա առհասարակ, երբ որ խոսում ենք ոստիկանական վիճակագրության մասին, ոստիկանական վիճակագրությանը պետքա վերաբերվել բավականին զգուշ համեմատականներ անելուց։ Ինչ նկատի ունեմ։
Օրինակ, եթե մենք նայենք առհասարակ, ես մի օրինակ ասեմ, էլի, այդ ոստիկանության կապ չունի, բայց հանցավորության վիճակագրության հետ կապ ունի։ Ընտրակաշարքի դեպքեր։ Մի հատ նայեք 2000 օրինակ 18 թվականից առաջ ընտրակաշարքի պատկերը, նայեք հիմա, բայց դա չի ընդհանրելու, չէ, որ ընտրակաշարքը շատացել է։ 18 թվականից առաջ ընտրակաշարքի Չէ, ես նույն օրինակ ընտանեկան բռնության դեպքերով ընտանեկան բռնության դեպքերն էլ գրանցված դեպքերը էապես ավելացել են, բայց դա արդյոք նշանակում է ընտանեկան բռնությունը ավելացել է, թե դա նշանակում է ընտանեկան բռնության միջև այդ ոչ մեկ ոստիկանությանը չէր վստահում եւ չէր դիմում։ Կներեք էլի, հիմա եթե կին աղջիկը դիմի ոստիկանություն, նրան ծաղրելու են մեծամասամբ, ոչ բոլորը, բայց մեծամասամբ ամոթանք են տալու, որ պրոբլեմը կա, այդ պրոբլեմը կա։ Եկեք հետևյալը արձանագրենք, այդ պրոբլեմները դեռ կան, ոստիկանությունը մեղմ ասած մեր երազանքների ոստիկանությունը չի, բայց այդ պրոբլեմները ավելի քիչ են, քան նախկինում եւ դրա համար ընտանեկան բռնության դեպքերով հիմա շատ ավելի շատ են դիմում, կինը, աղջիկը, չգիտեմ, ընկերը, հիմա շատ ավելի շատ են դիմում, քան այն ժամանակ, դրա համար դեպքերը ավելացել են։ Ես ուրիշ օրինակ բերեմ։ Հանցավորության վիճակագրության աճի մեջ օրինակ հազարավոր դեպքեր դա նոր քրեականացված արարքներ էին։ Այսինքն դա արարքներ են, որ նախկինում հանցագործություն չեն եղել։ Հիմա պետությունը որոշել է, որ դրանց հանրային վտանգավորությունը բարձր է, օրինակ զրկված վարորդականով քշելը կամ վարորդական չունենալով քշելը, վարորդական չունենալով երկրորդ անգամ բռնվելը։ Պետությունը որոշել է, որ դրանք հանրային վտանգավորությունը բարձր է, այդ արարքները քրեականացրել է, սկսել է այդ արարքների դեմ պայքարել, բնականաբար չոր մարդկանց բռնել է, բնականաբար հանցավորության վիճակագրությունը ավելացել է, բայց տարարքները net չի, որ նախկինում չեն եղել, այդ տարարքները ուղղակի նախկինում քրեականացված չէին։ Շատ լավ, պարոն Յանիսյան, այսպիսի բան կա, խոսակցություն է շրջանառվում, ասում նախկինում ոստիկանությունը թաղային հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրողների հետ կապի մեջ էր, ասում էր սա սենց արեք, նանենց արեք, ինչ որ նրանց գործելու ազատություն էր տալիս, նրանք իրենց շրջապատի մարդկանց կարողանում էին զսպել, բռունցքի մեջ պահելը, թույլ չէին տալիս, որ ամեն մի կենցաղային հարցով իրար գյուլեն։ Նման իրավիճակ եղել է մեր ոստիկանությունում եւ հիմա իսկապես այդ համագործակցությունը չկա, թե դրանք զուտ խոսակցություններ են։ Ասում բայց մի բան հարցնեմ էլի։ Ստարվա սպանությունների վիճակագրությունը, որ նայում եք, ռադիկալ բան չի փոխվել։ Մեթոդներից հրաժարվելը սպանությունների քանակը էապես չի ավելացրել, բայց մի բան էլ հարցնենք։ Այդ մեթոդի հետ մենք օքեյ ենք։ Մենք ժողովրդավարական հասարակություն կառուցել ցանկացողներս օքեյ, որ ոստիկանությունը կամ իրավապահները քրեականների հետ աշխատեն։ Մենք օքեյ ենք, որ օրինակ քրեակատարողական հիմնարկում կարգ ու կանոնի համար գաղութի պետը բերդնայողի հետ, զոննայողի հետ համագործակցի։ Մենք այդ մոդելի հետ օքեյ ենք, թե մենք ուզում ենք կառուցենք այնց համակարգ, որտեղ որ գաղութի պետը առանց զոննայողի է կարողանում իրավիճակը կառավարել կամ չգիտեմ քրեական ոստիկանությունը կարողանում է այդ կրիմինոգեն իրավիճակը կառավարել առանց քրեական ենթամշակույթի տարերի հետ սահմանափակ համագործակցության։ Մենք ուզում ենք, չէ, փոփոխությունը լինի։ Այո, այդ փոփոխությունը իհարկե ձեր ասածը կար։ Այս դրսևորմամբ են, դրսևորմամբ ձեր ասածը կար։ Բայց այդ օքեյ չի։ Այդ կապ չունի ժողովրդավարական հասարակության հետ։ Ժողովրդավարական հասարակության հետ կապ ունեն ուրիշ բաներ, եւ շատ կարեւոր է։ Եվ եթե կհիշեք, հիշում եք երբ էր անցյալ տարի, նախանցյալ տարի ոստիկանությունն էր առաջարկում, թե ով էր առաջարկում։ Սա Հայաստանում մեկ, չգիտեմ, բոլորը կամերաներ դնեն, ոստիկանությունը այդ կամերաներին հասանելիություն ունենար։ 1-2 տարի առաջ էր։ Դա լրիվ հակաժողովրդավարական մոտեցում է, որովհետև Չինաստանում է տենց։
Ինչու՞ բայց եթե դու օրենք չես խախտելու, հանցանք չես գործելու, ինչով է քեզ կաշխատում, որովհետև կոնցեպտուալ տենց չի, որտեղ հանցավորության դեմ պայքարը տենց չի, Չինաստանում ամենտեղ կամերաներ են դրած, բայց միավոր բնակչության թվով օրինակ ավտոների առևանգումները Չինաստանը աշխարհում առաջիններից է։ Ամենտեղ կամերաներ է դրած, բայց մարդկանց ավտոները գողանում տանում են արտերկիր։ Այդ չի։ Գերմանիայում ամեն քայլափոխին կամերա չկա դրած, մեղմ ասած, բայց հանցավորության մակարդակը շատ ցածր է։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ իրավապահները եւ հասարակությունը իրար դաշնակից են։ Իրավապահները ամեն քաղաքացի, ամեն քիչ թե շատ օրինապահ քաղաքացի, չեմ ուզում ասեմ 100% օրինապահ քաղաքացի, որտեղ 100% օրինապահ քաղաքացի չի լինում, բոլորն էլ ինչ որ օրենքներ, ինչ որ բայ խախտում են։ Քիչ թե շատ օրինապահ քաղաքացի ոստիկանության դաշնակիցն է։ Քիչ թե շատ օրինապահ քաղաքացին է ոստիկանության աչքերը։ Հասկանում եք, մենք պիտի սրան հասնենք։ Եվ այստեղ խնդիրը երկու կողմը, համ հասարակության կողմը, համ ոստիկանության կողմը, համ հասարակությունը պետք է ոստիկանության հետ կարողանա աշխատի, համ ոստիկանությունը պետք է հասարակության հետ այնց աշխատի, որ հասարակությունը ուզենա ոստիկանության հետ աշխատի։ Դե լավ, պարոն Իոնիսյան, մի համեմատեք Գերմանիայի ոստիկանությանը մի վիրավորեք, որովհետև այստեղ երբ որ 102 է զանգում եւ նրանք միջև օպերատիվ հաղորդումը տալիս են տվյալ տարածքի բաժնին, անցնում է 40-ից 50 րոպե, իսկ թվում է Գերմանիայում եթե լսեք վիրավորվեք 40-ից 50 չի, բայց կներեք իսկով ասում, որ խնդիրներ չի, նորից եմ ասում, ոստիկանությունը, մեղմ ասած մեր երազանքների ոստիկանությունը չի, բայց իմ ասածը հետն է, որ մենք պետք է շարժվենք այն ոստիկանության ուղղությամբ, որը ոչ թե կրիմինալի հետ համագործակցելով է փորձում օպերատիվ իրավիճակը կառավարել, որը ժողովրդավարական հասարակության կապ չունի, որը ոչ թե փորձում է կամերաներով բոլորին հետևել, ոնց որ թշնամի ելնենք։ Հա, եթե հասարակությունը ոստիկանությունը թշնամի են, հա, կամերաներով սաղին հետևի, դա տարբերակը։ Բայց ոստիկանություն եւ հասարակություն համագործակցություն պիտի լինի։ Եվ որ քաղաքացիները տեսնում են, որ տասնյակ ագրեսիվ տրամադրված մարդիկ հեսա իրար դեմ պետք է դուրս գան իրար մորթեն եւ 102 կամ հիմա 112 զանգելու փոխարեն ուղղակի դա հեռախոսով նկարում են, էսա խնդիրը։ Մարդիկ պիտի զանգեն ոստիկանություն, մարդիկ որ զանգեին ոստիկանություն այդ աչափնյակի դեպքից եւ ոստիկանությունը չգար, օրինակ մարդիկ տեսնեին զանգեին ոստիկանություն եւ ինչ որ adekvat ժամանակահատվածում ոստիկան տեղ չհայտնվեր, այնտեղ կարելի գնալ բռնել ոստիկանության համապատասխան պաշտոնյաներին, ասել այսինքն ու իրանց դատել, բայց ստեղ հասկանում եք, ստեղ էս հասկացանք, կա փոխադարձ անվստահություն։ Նախարարը իրավիճակին տիրապետում է, թե ոչ, Արփինե Սարգսյան իրավիճակին տիրապետում է։ Նախ եկեք հետևյալը արձանագրենք, որ իրավիճակին։ Այն որ իր մշակած եւ ներդրած քաղաքականությունը գործնականում կիրառվի։ Իհարկե։ Բա ուր է արդյունքները։ Բա որ կներեք, բա որ բոլոր սպանությունները անցած տարի բացահայտվել են։ Չէ, մեզ պետք չի որ սպանությունը բացահայտվի, հասարակությանը պետք է որ իրար չգնդակահարեն գարաժների հետևորը ցերեկը։ Ձեր կարծիքով ռեֆորմը միանգամից բերելու էր բանի։ Կներեք, բարեկային ծառայությունը Երևան քաղաքում գործում է, այս շուտով լինելու է 5 տարի։ 4.5 տարուց ավել բարեկային ծառայությունը Երևան քաղաքում գործում է։ Բարեկային ծառայությունը, որ նոր սկսեց գործել, մարդիկ խմած չէին քշում, քշում էին, համարյաց, միջև այդ էին խմած քշում, հիմա էլ են քշում, հիմա էլ է հեռախոսներն ականջներին, հիմա էլ է ակնաբոտին չեն քցում։ Կներեք, խմած քշելը էապես նվազել է, շեշտակի նվազել է, ծաղկունք են ապրում ստապ վարորդ տրամադրող բիզնեսները, որ մարդ իր ավտոյով գնում է խմում է, հետո հասկանում է, խելքի բան նստի ղեկին վարորդական զրկվի, զանգում ստապ վարորդականչում, այդ բիզնեսները ծաղկում են հիմա, բայց տարիներ է դա տևում, տարիների արդյունքում այդ փոփոխությունը եղավ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ավտոմեքենաների քանակի ավելացման զուգահեռ
ճանապարհների մահերի քանակը պատասում է Բարեկային ծառայության առաջի տարում, եթե ես հիմա ճիշտ եմ հիշում վիճակագրությունը, չէր պակասել մահերի քանակը, երկրորդ տարում էլ չէր աճը դանդաղեց, աճը կանգնեց եւ սկսեց անկում ապրել, որովհետեւ քաղաքացիների վարքը միանգամից չի փոխվում, քաղաքացիների վարքը, օրենք խախտողների վարքը, հանցագործների վարքը միանգամից չես կարող փոխել, դու քո աշխատանքով ժամանակի ընթացքում ցույց ես տալիս քո աշխատանքը, ժամանակի ընթացքում ցույց ես տալի, որ այ նայ խմած քշեցիր կբռնեմ, կարող այսօր չբռնեմ, վաղը բռնեմ պրավիտ զրկեմ, կամ մարդ սպանեցիր բռնելու եմ, վարանք չկա, մարդ սպանեցիր գնալու ես նստես, ու ժամանակի ընթացքում մարդիկ դա տեսնում են, ժամանակի ընթացքում մարդիկ պահվածք փոխում են, միանգամից փոփոխությունը չի 3 միլիոն մարդու պահվածք այլ միանգամից փոխել, իհարկե ոչ Լավ, արեք այլ թեմաների անդրադառնանք։ Հայտնի դարձավ, որ ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը խումբ է ուղարկելու Հայաստան Արարատ Միրզոյանի դիմումի հիման վրա, ավելի ճիշտ հիմա քննարկում են, թե ինչպես են այդ խումբը ուղարկելու, որոնք պետք է, այսպես ասած, ճակերտավոր բարեկություն իրականացնեն, նախընտրական եւ ընտրական շրջանում այդ հիբրիդային հարձակումների դեմ պայքարում, ինչ վտանգ կա, որ ԵՄ-ից նման խումբ է գալու։ Բարեկություն։ Դե ասի ճակերտավոր պայմանական եմ ասում։ Ես փորձեցի հասկանալ բարեկային ոստիկանությունը կոնկուրենտ ունի, թե ինչ։ Գիտեք, երկարաժամկետ դիտորդներ ՀՀԿ Ժմիգի առաքելության սահմաններում եկել են համարյա միշտ, ես գոնե ինչքան ինձ հիշում եմ, երկարաժամկետ դիտորդներ եկել են, որոնք քարոզարշավը դիտարկել են, ՀՀԿ Ժմիգի առաքելությունը ընդ որում միշտ եղել է, միշտ չէ, վերջի տարիներին առնվազն եղել է համատեղ ՀՀԿ պարլամենտական ասամբլեայի, ԵՄ-ի եւ մի շարք այլ եվրոպական կառույցների համատեղ առաքելություն է եղել եւ այս առումով շատ բան չի փոխվում, բայց ինչ որ բաներ փոխվում է, որտեվ դիտորդության բնույթն է փոխվում։ Դեռ եթե նախկինում, եթե 2017 թվականին օրինակ մարդիկ հիմնականում մտածում են, որ պետք է տեղամասերը լցնել դիտորդներով, որպեսզի տեղամասերում խախտումներ չլինեն, 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեի այդ տեղամասերում համատարած լցոնումներից հետո ապա հիմա հասկանում են, որ տեղամասեր դիտորդներ լցնելով շատ բան տեղամասերում շատ մեծ խախտումներ վաղուց չեն լինում, տեղամասերում իրավիճակը նորմալ է եւ պետքա նախընտրական միջավայրը նայել։ Հիմա Հայաստանում կներեք ինչ է տեղի ունենալու, որ Նույնը մենք ենք անում որպես դիտորդական առաքելություն։ Մենք մեր դիտորդությունը վերանայել ենք, մենք չենք լցնելու տեղամասերը անթիվան համար դիտորդներով, բայց օրինակ փոխարենը երկարաժամկետ դիտորդություն, որ մենք միշտ անում ենք ֆորմալ քարոզարշավի ժամանակ, այս անգամ մենք երկարաժամկետ դիտորդությունը սկսելու ենք մարտի սկզբից, այս մի քանի օրից սկսում ենք երկարաժամկետ դիտորդությունը, որտեղ քարոզարշավը ընթանում է, որտեղ պետքա դիտարկես, նայես, տեսնես քարոզարշավը ինչ է, ոնց է գնում, ինչ է տեղի ունենում։ Եվ իրականում կան շատ երևույթներ, որոնք դիտարկման, մենք հիմա օրինակ տեսնում ենք կուսակցություն կա արդեն դռնեդուռ անում։ Դռնեդուռ անում, ընդ որում շատ հետաքրքիր է, դռնեդուռ անողները օրինակ տարբեր ՍՊԸ-ների վրա գրանցված աշխատողներ են, անստորագիր բուկլետներ են բաժանում, անհասկանալ այդ բուկլետների տպագրության փողը ոնց է շրջանցել կուսակցությունների ֆինանսավորման կարգավորումները, որտեղ առերևույթ շրջանցել է, ոչ միայն բուկլետների փողը, այլ նաև այդ մարդկանց փողը, այդ մարդկանց գրասենյակների փողը, այնտեղ բավականին մեծածավալ օրինախախտումներ ենք մենք արդեն տեսնում, որոնք պետք է ավելի մեթոդական նայել։ Մենք դեռևս այդ օրինախախտումների մասին չենք խոսում, որտեվ այդպես որ խոսանք սկսելու եք հարցնել, բա ով, բա ինչքան, բա ոնց այդ տվյալները մենք դեռ չունենք, երկարաժամկետ դիտորդությունը սկսենք։ Դե բայց եվրոպական խումբը ավելի շատ գալիս է արտաքին խնդիրների հետ կապված։ Բա նաև Ինչ է սպասում, ինչ է սպասում։ Արտաքին միջամտությունը այս ընտրությունների անբաժանելի մաս է։ Մենք էլ ենք արտաքին միջամտությունը մեր ուշադրության կենտրոնում է, իհարկե։ Ձեր գործին են գալու խփեն։ Ինչպես։ Ձեր գործին են գալիս խփեն։
Ես երբեք չեմ դիտարկել ԵԱՀԿ-ին որպես մեծ կոնկուրենտ առաքելություն։ Չէ, բայց Սամուզը չի այլ բան է։ Միրզոյանի նամակի հիման վրա ԵԱՀԿ-ն է գալիս։ Եթե խոսքը դիտորդների մասին է, ապա ԵԱՀԿ-ն է։ Եթե խոսքը օրինակ տարբեր կոնսուլտանտների մասին է, որ օրինակ պետք է գան։ Դե ասում են Մոլդովայի փորձով են գալիս իրենք այստեղ։ Կան կոնսուլտանտներ, որոնք երևի խորհրդատվություն են տրամադրելու, դա մի քիչ ուրիշ բան է, ասեմ։ Օրինակ կիբերհարձակումներից պաշտպանություն։ Ես չգիտեմ, արժի ես եթերում ասեմ, թե ինչ պոտենցիալ կիբերխոցելիություններ կան։ Ասեք։ Կան ընտրությունների հետ կապված կան կիբերխոցելիություններ, որ մենք անհանգստացած ենք, որ կարող է օտար երկիր այդ կիբերխոցելիությամբ ընտրությունները կամ հարամանի, կամ եթե ընտրություններն էլ հարամ չանի, ընտրությունների հանրային ընկալումը հարամանի։ Ինչպես, ինչո՞վ։ Եվ այո, այս հարցում օրինակ շատ օգտակար կլինի, որ Եվրամիության լավագույն կիբեր մասնագետները գան ու օգնեն մեր տեղական համապատասխան մարմիններին, որպեսզի ապահովեն կիբերպաշտպանությունը ընտրությունների հետ կապված համակարգերի։ Ես հիմա զուտ օրինակ եմ բերում։ Կամ տարբեր ֆինանսական հոսքեր տեսնելու, ապօրինի ֆինանսական հոսքեր տեսնելու մասով եւս շատ լավ փորձ ունեն մոլդովացիք եւ եվրոպացի օգնությամբ այդ փորձը գոյացավ եւ այո, մեզ էլ այդ պետք։ Ես օրինակ ուրիշ բան ասեմ, բառացիորեն մի քանի օր առաջ մենք մեր մի շարք գործընկերների հետ միասին մանրամասն վերապատրաստում անցանք, էլի դրսից եկած եվրոպական երկրներից մեկի կողմից վարձված մասնագետի կողմից արհեստական բանականության գործիքների մասով, որպեսզի հասկանանք, թե արհեստական բանականությունով ինչ ռիսկեր կան այս ընտրությունների մասով։ Ինչ ռիսկեր կան, որ արհեստական բանականության գործիքները օգտագործելով կարող է ընտրությունների համար այդ թվում ինֆորմացիոն դաշտում խնդիրներ առաջանան եւ ոնց կարող ենք մենք կամ օրինակ մեր գործընկերները, որոնք փաստերի ստուգմամբ են զբաղվում, հակազդեն, հանրությանը նախապատրաստեն այդ ռիսկերի համար։ Որտեղ այստեղ շատ մեծ կոմպոնենտ ունի հանրության նախապատրաստելը, հասկանալ ինչ կարող է արվել եւ դա այդ ռիսկը նվազեցնել ուղղությամբ հանրությանը նախապատրաստել։ Բարձ օրինակ բերեմ, որ հասկանալի լինի ինչ եմ խոսում։ Հանրությանը նախապատրաստել, ասել գիտես, կարա լինի տեսանյութ, որով պատկերված է մի բան, որը երբեք չի եղել։ Եվ դա արհեստական բանականությամբ սարքված տեսանյութ է։ Այս սենց ձևերով դու կարող ես հասկանալ, որ դա արհեստական բանականությամբ սարքված տեսանյութ է, որ նայես տենաս ինչ որ սենսացիոն բան է, միանգամից մի սկսի շեյր անել Facebook-ում։ Մի հատ ուշադիր նայես դրան, եւ դա չէ, դա գիտելիքներ են, որոնք որ մենք ստացել ենք եվրոպացի մասնագետից, ով որ նաև Մոլդովայում այդ Մոլդովայի փորձի հիման վրա, կամ ռումբերի կեղծահազանգերը, ռումբերի կեղծ զանգվածային ահազանգերի ռիսկ մենք տեսնում ենք, որ կարա դա Հայաստանում լինի։ Նախկինում Հայաստանում եղել է, ընտրությունների ժամանակ Մոլդովայում եղել է։ Եվս այս մասով պետքա նախապատրաստվել, այս մասով եւս պետք է հանրության նախապատրաստել, ասել գիտես, եթե ընտրությունների օրը ռումբերի կեղծազանգվածային ահազանգեր լինեն, պանիկայի մի տրվի հավենային հավանականությամբ դա արվում է, որ կոմոդ ապահովության բացակայության զգացում լինի, միշտապիր ինչ որ եզրակացություններ ան։ Այսինքն կան բաներ, որոնց մասով պետքա կանխարգելիչ գործողություններ անես, որպեսզի այդ խոցելիությունը չլինի։ Եվ այս մասով կարևոր է Մոլդովայի փորձը։ Մենք մեր կազմակերպությունը մի քանի անգամ մարդ է ուղարկել Մոլդովա, որպեսզի Մոլդովայում ուսումնասիրի իրանց փորձը, ինչ են արել, ինչն է ստացվել, ինչը չի ստացվել։ Օրինակ կան բաներ, որոնք Մոլդովայում արել են, իմիջիայլոց էլ ասեմ, կան բաներ, որոնք որ Մոլդովայում արել են, օրինակ քաղաքասարակության տարբեր գործընկերներ կամ պետական մարմիններ, որոնք մենք համարում ենք, որ չարժի Հայաստանում անել տարբեր պատճառներով, օրինակ էֆեկտիվ չի լինի կամ օրինակ ընդհանրապես չենք համարում, որ այդ կարգի բան կարելի է անել, որովհետև դա ինչ որ կարմիր գծերի հատում է։ Այսինքն ինչ որ copy paste մասն է խոսքը Մոլդովայի։
Եվ շատ կարճ, քանի որ մեզ մի քանի րոպե մնացել, որ ասեցիք մի երկրից կարող է լինել ինչ որ խնդիրներ ստեղծեն, հա, որ երկիրը նկատի ունեիք։ Ոնց է կարծում Ուզբեկստանը, թե Վիետնամ, Ռուսաստանը իհարկե։ Ադրբեջան, Թուրքիա։ Գիտեք, ես ունեմ տպավորություն, որ մեծ հաշվով ամենամեծ ռիսկը եւ ամենամեծ խնդիրները եւ Հայաստանում իշխանություն փոխելու ամենամեծ մոտիվացիան ունի Ռուսաստանը։ Տպավորություն որն է դա, որովհետեւ Հայաստանը հիմա ակտիվ քայլեր անում Ռուսաստանից կախվածության գործիքները նվազեցնելու ուղղությամբ։ Դրա համար 102-րդ ռազմաբազան հանելում հարցինի պատասխան Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում ասում է մեզ մոտ որևէ մտահոգություն չի առաջացնում։ Որովհետև 102-րդ ռազմաբազան դա ազդեցության գործիք է ոչ թե Ռուսաստանի մեր դեմ, այլ մեր Ռուսաստանի դեմ, ինչքան տարօրինակ չթվա այս իմ ասածը։ Գիտեք ինչքանով է գործիք։ Այնքանով որ 102-րդ ռազմաբազան կարելի է օգտագործել Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանը օրինակ մեր արտահանումը, որտեղ արտահանումը հիմնական կախման ուղղությունն է մնացել։ Նախկինում կար գազ, կար ուրան, կար ցորեն, կար ինչ ասես, այդ բոլոր կախվածության գործիքներից ձերբազատվել են, արտահանումն է մնացել։ Եվ այդ արտահանման ոնց որ Ռուսաստանը պետք է իմանա, որ եթե ինքը մեր արտահանման համար խնդիրներ ստեղծեց, մենք իր համար խնդիր ստեղծենք, այդ թվում օրինակ ռազմաբազան դուրս շպրտելով։ Դրա համար ռազմաբազան դուրս չենք շպրտում, որտեղ որ ռազմաբազան դուրս շպրտենք, այդ լծակից կզրկվենք։ Այս առումով պարզ է։ Ես պետք է հստակ հասկանամ։ Հիանալի արդարացում Հայաստանի բյուջեի հաշվին ռազմաբազան Գյումրիում պահելու։ Շնորհակալություն, պարոն Յանիսյան։ Քան Հայաստանի բյուջեի հաշվին չէ, այնտեղ զուտ ինչ որ երկաթուղային ծախսերի փոխհատուցումը Հայաստանի բյուջեի հաշվին։ Կոմունալներն էլ, սնունդը կարող է։ Սնունդը չէ, ոչ, սնունդը չէ, իրանք իրանց իրանց սնունդի գնումներն են անում եւ դա Ռուսաստանի ֆեդերալ բյուջեից է վճարվում։ Ես պետք է ավարտենք, պարոն Յանիսյան, մեղմ ասած ռուսական ռազմաբազայի կողմնակիցը չեմ, էլի երևի այստեղ ոչ մի կասկած չկա, բայց ռուսական ռազմաբազան հանելը դա կրակոց է, որը մենք պետք է պահենք փողի մեջ, որպեսզի այդ կրակոցը արցակելու, այդ կրակոցը չարցակելու համար Ռուսաստանն մեր դեմ կրակոց չարցակի։ Շատ պարզ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։